Ասում են, եթե Կարեն Կարապետյանին թողնեիք, սենց բան չէր լինի։ Ինչ գիտես չէր լինի։ Եթե ես ասեմ տվեմ էլի վատ կլներ, ու ես հիմնավորում եմ ոնց։ 18 թվին ես եմ ճիշտ եղել, դուք սաղը սխալվել եք։ Որտեղ 18 թվին դուք եք ձեր գուշակներով Նիկոլ էիք բերում, Նիկոլ էիք գովաբանում։ Այսպես սխալվել եք, չէ՞։ Իմ հետ դուք չեք կարա վիճեք, որտեղ ես եմ ճիշտ, դուք եք ճակատագրական հարցում։ Դուք եք որ խելք ունենալ քաղաքական գործիչներ Հայաստանի սաղիտ եմ ասում։ Դի գաք իմ մոտ գաք, ասեք Դավո ջան, մեր փորձառությունը, գիտելիքները, բանը այդքան ունենալով հանդերձ, բայց մենք այս ճակատագրական հարցում սխալվեցինք։ Դու մեզնից 1000 անգամ ուղեղով ես, Դավո ջան, ասա ոնց անենք հիմա ընթացքը։ Ու ես ասեմ ճիշտը, որն է հիմա, որտեղ Լուսնե ջան, եզակի մարդկանցից եմ ես, որ սա հարցերին ճիշտ ուսեք հա, թե Սերժ Սարգսյանի հարցում 18 թվի, թե Նիկոլ Փաշինյանի հարցում, թե Քոչարյանի հարցում, Քոչարյանի աջակիցների 99.9%-ը այսօր Քոչարյանն էին քարկոծում, երբ որ ես Քոչարյանն էի պաշտպանում։ Այդտեղ չէ ճիշտ ուսեկա։ Մավերի սաղը տուշոկի կող Դավաճան եք համարում։ Ես չէ ճիշտ ուսեկա էլի։ Այսինքն դու այդտեղից կարան չէ հետևություն անել, որ սաղից տեղ խելքով եմ։ Քաղաքական դաշտի բոլորի տան վերաբերում։ Այսինքն հիմա դուք պետք է գաք իմ մոտ, ասեք Դավո ջան, ոչ թե ասեք Կարեն Կարապետյանը որ մնա լավ, թե ասեք Դավո ջան, հələ դու ասա, ոնց եմ ես պայից սկսած։ Դուք սաղիցս խելքով ես, այ ախպեր։ Քո վերլուծությունները ճիշտ ուսեկան։ Մենք այսքան փորձառու 1000 տարվա պատմություն ունեցող, 1000 տարվա փորձառություն ունեցող, պաշտոններ զբաղեցած եւ այլն այսքան գիտելիքով, բայց մենք սաղս Նիկոլ ենք բերում, չէ՞, բաղ։ Սխալվեցինք, Դավո ջան, ճիշտ է, դու ես ասա ոնց անենք։ Ես էլ ասում եմ հիմա լուծումը։